Կինոսրահ, համաշխարհային կինոյի ձեր տեղեկատուն։ Արմ ռադիո եթերում կինոսրահն է, ողջույն։ Այսօր ձեր ուշադրության ենք ներկայացնեմ կինոգետ Անդրեյ Պլախովի հոդվածը նվիրված կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանի կինեմատոգրաֆին։ Հողը ցնցվում է։ Հարություն Խաչատրյանի արվեստը կինեմատոգրաֆի մաքուր օրինակ է, որի շրջանակներում հայ ռեժիսորին հաջողվում է արտահայտել ժամանակակից աշխարհի սուր եւ դաժան հակասությունները։ Աշխարհը 21-րդ դարի շեմին կորցրել է հումանիզմով շաղախված հիմքը, որ ճեղքվել ու տարբեր մշակույթների ձայների է վերածվել։ Խորհրդային միության փլուզումն այս մասնատման վառ արտահայտություններից մեկն է։ Պատմական ծանր փորձություններով անցած Հայաստանը կրկին դրամատիկ ցնցումների ու մարտահրավերների առաջ է հայտնվել։ Տնտեսական եւ հոգեբանական ցնցումներ, սոցիալական շերտավորումներ եւ աղքատություն, սարսափելի երկրաշարժի հետևանքներ, ազգամիջյան կոնֆլիկտներ Կովկասում, պատերազմ Լեռնային Ղարաբաղի համար, անկախության ու երիտասարդ ժողովրդավարության հաստատման խնդիրներ։ Խորհրդային կարգերի վայրեջքի Գորբաչովյան, պերեստրոիկայի շրջանում ստեղծված Հարություն Խաչատրյանի «Կոնդ» եւ «Սպիտակ քաղաք» ֆիլմերում արդեն իսկ կար տեկտոնիկ այս տեղաշարժերի նախազգացողությունը։ Այս գործերում, որոնք նկարահանվել են ռեժիսորի մշտական համահեղինակ Միքայել Ստամբոլցյանի սցենարներով, չկա դրամատուրգիական ավանդական հենք ունեցող դիկտորական պարզունակ տեքստ։ Դրա փոխարեն հանդիսատեսն ընկղվում է կենտրոնական հրապարակով, Լենինի արձանով, հեղափոխական տոնակատարություններով, կնունքներով, զորակոչիկներին հրաժեշտ տալով, փոխանցիկ դրոշի հանձնելով, հարսանիքներով ու մահերով ընթացող քաղաքի առօրյայի մեջ։ Կենցաղը տրանսֆորմացվում է կեցության մեջ, նշված դրվագների ռեժիսորական համակցումը պատմական եւ փիլիսոփայական լայն զուգահեռների է հանգեցնում, իսկ թաքնված խցիկն ասես կողքից նկարահանել է կյանքի չպարտադրված պատկերներ, օրինակ մի կեղջուկի, որ տանում է ղժղժացող խոզուկին։ Այս ֆիլմերում տեսանելի է կաղապարված պաշտոնական գաղափարախոսության եւ քաղաքների ու ռեգիոնների իրական կյանքի կոնֆլիկտը, որին ռեժիսորը հետևում է հավերագրողի ճշմարտությամբ եւ պոետի հուզականությամբ։ Հետագայում հենց այս զուգակցված ներդաշնակությամբ պետք է կառուցվեն Հարություն Խաչատրյանի բոլոր գործերը։ Մեկը երբեք չի կերակշռելու մյուսին, կշեռքի նժարը չի թեքվելու ոչ դեպի սառը դիտողականությունը, ոչ էլ դեպի կրակոտ պաթետիկությունը։ Այս պաշտոնական հավասարակշռությունն էլ հենց սահմանում է նրա ֆիլմերի տրամադրությունը, ճշգրտորեն համապատասխանելով ռեժիսորի բնավորությանը, մարդու մեջ զուգակցվում են թախիծն ու կիրքը, կյանքի հանդեպ ակտիվ դիրքորոշումը եւ փիլիսոփայական մեդիտացիան։ Օտար մեկին, որը բավականաչափ լավ է ճանաչում հայերին ու Հայաստանը, մնում է միայն գուշակել, սա կամ ազգային բնավորության հատկանիշ է կամ խորապես անհատական մի որակ, որը հատուկ է միայն Հարություն Խաչատրյանին։ Որպես կինոյի մասնագետի ինձ մշտապես հետաքրքրել է, թե ինչու հայ ամենատաղանդավոր կինոգործիչները, հիշենք թեկուզ Սերգեյ Փարաջանովին, ստեղծագործական բարձունքների են հասել ավելի հաճախ Հայաստանի սահմաններից դուրս, եւ ինչու ի տարբերություն հարևան Վրաստանի այստեղ չի ձևավորվել ազգային հզոր դպրոց։ Պատասխաններից մեկն այն է, որ հայ ազգային ինքնությունը դժվար է մերվում ռեալ իրականությանը, իսկ կինոն, ինչպես ասել է Զիգֆրիդ Կրակոերը, ֆիզիկական իրականության վերարտադրությունն է։ Պոետիկ խորհրդանիշներով եւ կերպարներով հրապուրված հայկական կինեմատոգրաֆում Հարություն Խաչատրյանը կարևոր եւ հազվագյուտ վավերագրական բաղադրամաս մտցրեց, միաժամանակ չզրկելով այն պոետիկ նկարագրից։ Նրա գործերը ստեղծվեցին ռեալիզմի եւ պատրանքի, փաստի ու երևակայության հանգույցում։ Դրանց ժանրը դժվար է որոշել, քանզի դրանք չեն համապատասխանում խաղարկային կինոյի ավանդական պատկերացումներին, բայց միևնույն ժամանակ չեն ենթարկվում եւ վավերագրականի կանոններին։ Սա հատկապես վերաբերում է Քամին ունայնության ֆիլմին, որտեղ վավերագրական կինոդիտարկումը հյուսված է մոլորյալ որդու աստվածաշնչյան թեմայի ազատ շարադրանքին, իր մեկնումով, թափառումներով, պատմական հայրենիք հայերի վերադարձով։ Այստեղ զարմանալի ճակատագրեր եւ հերոսներ կան։ Մայրենի լեզուն գրեթե մոռացած նկարիչը, որը հաստատվել է Տալինում եւ շվեդական կրոններով վաճառում է հայկական բնապատկերներով արված իր նկարները, ռեժիսոր, որը հյուսիսային մի ավանում այլազգի դերասանների հետ հայկական ցակումով ամերիկյան դասականի Վիլյամ Սարոյանի պիեսը բեմադրելով փորձում է օտար լեզվով պատմել իր ցավի մասին։ Ֆիլմի հեղինակներին հետաքրքրում է կարողացել են արդյոք հայրենիքից կտրված իրենց հայրենակիցները պահպանել ազգային ներքին կոդը, թե հանապազորյա հացը հոգալու մշտարկա հոգսերի տակ մնալով այն ջնջվել է իսպառ։ Իր հայրենիքի հետ Հարություն Խաչատրյանը վերապրել 90-ականների դժվարին տարիները, դա այն ժամանակներն էին, երբ կինեմատոգրաֆիայի կինոարտադրության կառույցը քանդվեց։ 1991-ին ստեղծվեց նրա վերադարձ ավետաց երկիր կինոնկարը, այնուհետև 1993-ին նա նկարահանեց Վերջին կայարանը։
Վավերագրողը թվագրված է սրանից հետո 2003-ին, 10 եւ նույնիսկ ավելի տարիներ շարունակ ռեժիսորի մասնագիտությունը կարծես գոյություն չուներ։ Առաջին ֆիլմի թեման փորձություններին դիմակայելու ձգտումն է, հանուն կյանքի հաղթանակի եւ ազգային գաղափարախոսության իմաստավորման, սեփական օրանից հարազատներից զրկված փախստական երիտասարդ ընտանիքը ի հեճուկս բազում դժվարությունների կառուցում է նոր տուն ու երեխաներ լույս աշխարհ բերում վերածնվելով ապագայի համար։ Իրադարձությունները կատարվում են երկրաշարժից հետո Հայաստանի հյուսիսում, հրահրված պատերազմի եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Ֆիլմում ներկայացված այս պատմությունը այլաբանական պատում է արտակարգ իրավիճակներում կենսունակությունը պահպանող մի ամբողջ ժողովրդի մասին։ Վավերագրողը ֆիլմի համար պահանջվեց 8 տարվա աշխատանք։ Թեման անցումային շրջանի դժվարություններն անհատապես վերապրած նկարչի փորձն է, որը մի կողմից հագեցնում է ստեղծագործական process-ը, մյուս կողմից դարձնում հիվանդագին ու գրեթե անհնար։ Ժամանակակից Հայաստանի կերպարը ներկայացված է 7 մասով՝ Քարհանքը ծննդատուն, մուրացկանների խնջույքը, մանկատուն, փախստականները գնդակահարում։ Սև ու սպիտակ էկրանին հառնում են բավականին մռայլ պատկերներ, փախստականներ, անապաստան մարդիկ, քրեացին շերտերի հաղթանակ, թափառական շներ։ Հեղինակի հայացքը լեցուն է ցավակցությամբ ու զայրույթով, բայց դրանով հանդերձ նա կարողանում է նաև խիստ օբյեկտիվ լինել։ Վերջին հաշվով, ինչպես Խաչատրյանի այս ամենաողբերգական, այնպես էլ մնացած ֆիլմերում երևում է հույսի լույսը, նույնիսկ սարսափելի այս աշխարհում կան մարդիկ, որոնք փորձում են մարդ մնալ։ Արդեն 21-րդ դարում Հարություն Խաչատրյանի նկարահանած ֆիլմերում զգացվում է, որ նա ավելի իմաստնացած, բայց միաժամանակ նաև նվազ պաշտպանված հայացք ունի շրջապատի իրականության հանդեպ։ Նրա վաղ շրջանի արվեստը, թեպետ այդ շրջանակներից բավականաչափ հեռու, այդուհանդերձ սնվում էր խորհրդային լավատեսությամբ իբրև աղբյուր, որը ձևավորվել էր կոլեկտիվիզմի այլաբանության գրկում։ Այսօր անհատականության ժամանակաշրջանում օպտիմիզմի ակունքներ փնտրելը դժվար է։ Խաչատրյանն ավելի շուտ կիրառել է Լուկինո Վիսկոնտի ինտելեկտի պեսիմիզմը կամքի օպտիմիզմն է բանաձևը։ Վավերագրողը համանուն իր ֆիլմում նկարահանում է կյանքն առանց գունազարդման, դժվարին, հիվանդագին, դաժան, տգեղ, ամեն ձևի։ Նա ինքը այս կյանքի ծնունդն է եւ տառապում է նրա իսկ ցավերով։ Այս ամենի հետ մեկտեղ իբրև նկարիչ նա շատ զգայուն է, սակայն նրա համար թաքնվելու տեղ չկա, այլ կյանք նա չունի եւ լիցքավորվում է մշտական ցնցումների մեջ գտնվող հայոց բազմաչարչար հողից։ Հողը դողում է ուղիղ եւ փոխաբերական իմաստով, ինչպես վերնագրված էր նույն Վիսկոնտի նեոռեալիզմի շրջանի դասական ֆիլմը։ Հարություն Խաչատրյանի հաջորդ ֆիլմը կոչվում է Պոետի վերադարձը։ Այս ֆիլմը քննադատները որակել են որպես ազգ հայրենիքի մասին վավերագրական էպոս, առակ կամ որմնանկար։ Ֆիլմի հերոսը հայ բանաստեղծ Ջիվանին է, որը ինչպես եւ ռեժիսոր Խաչատրյանը ծնվել է Վրաստանի հայերով բնակեցված ախլ քաղաքի շրջանում, միայն թե 100 տարի առաջ։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է կերտվում մեծ բանաստեղծի Քարե արձանը եւ տարվում հայրենիք յուղը։ Քարե արձանի ճանապարհորդությունը Հայաստանով առիթ է հանդիսանում բնության, քաղաքային եւ գյուղական առօրյայի երկրի պատմության պոետիկ իմաստավորման համար։ Կինոնկարում կան նաև ինքնատիպ հումոր եւ օտարված գեղարվեստական հնարանք։ Արձանն ասես շնչավորված է, տեսնելու, լսելու ու զգալու կարողություն ունի։ Այս ամենի հետ նաև ողբերգություն կա։ Վերջում արձանը մնում է սառը, ձյունածածկ դաշտի մեջ։ Խաչատրյանի մյուս աշխատանքների պես սա նույնպես հայրենասիրական happy end չէ։ Ժամանակակից կինոռեժիսորը կիսում է անցյալի բանաստեղծի ողբերգական ճակատագիրը։ Երկուսն էլ իրենց հայրենիքի երգիչն ու իրենց ժողովրդի ճակատագրի գերին են։ Եվս մեկ երրորդություն, որում մենք ճանաչեցինք Հարություն Խաչատրյանին որպես Երևանյան Ոսկեծիրան միջազգային կինոփառատոնի հիմնադիր ու ոգեկոչող։ Այս գործում եւս նա եզակի ու ներդաշնակ որակներ ցուցաբերեց։ Փառատոնի ստեղծման խթանող ուժը մի կողմից հայրենասիրությունն էր։ Խաչատրյանի համար վիրավորական էր, որ Հայաստանը աշխարհի կինոքարտեզում ակտիվ մասնակցություն չունի։ Մյուս կողմից նա հանդես եկավ որպես մի անհատ, որը գործելու եւ մարդկանց միավորելու կարողություն ունի։ Փառատոնը դարձավ հաղորդակցման վայր եւ աշխարհով մեկ սփռված հայ ազգի կինոգործիչների եւ միջազգային կինովերնախավի համար, որն իր համար բացահայտեց հրաշալի հինավուրց մի երկիր՝ Հայաստանը։ Այսօրվա համար այսքանը, մինչ հանդիպում։ Կինոսրահ, համաշխարհային կինոյի ձեր տեղեկատուն։